Քորդավորների տիպի տեսի համեմատական բնութագրի մասին մենք կներկայացնենք քորդավորների տիպի պատկանող կենդանի օրգանիզմների սրտի կառուցվածքը, գլխուղեղի կառուցվածքը, շնչառությունը եւ արտաքին ծածկույթը։ Խնդրեմ համեցեք ներկայացնենք սրտի կառուցվածքը։ Եկեք հասկանանք, թե առաջին նկարում որ կենդանի օրգանիզմի սիրտն է պատկերված եւ ինչու այդպես հասկացանք։ Առաջին նկարում պատկերված է թռչունների սրտի կառուցվածքը, հետևություն արեցինք այն բանից, քանի որ նրանց սիրտը քարախոս է եւ աորտայի աղեղը ուղղված է դեպի աջ կողմ։ Թռչունները համարվում են առաջին քարախոս կենդանիները, որոնց աջ եւ ձախ մասերը հոծ միջնապատով առանձնացված են միմյանցից եւ միմյանց հետ կապ չունեն։ Սրտի վերևի երկու հատվածներում գտնվում են նախասրտերը, իսկ ներքևի երկու հատվածներում գտնվում են արդեն փորոքները, ունեն նրանց շրջանառության երկու շրջան, մեծ շրջանը սկսվում է ձախ փորոքից, ավարտվում աջ նախասրտում, իսկ արդեն փորոք շրջանը սկսվում է աջ փորոքից եւ ավարտվում է ձախ նախասրտում եւ համարվում են ամենատաքարյուն կենդանիները։ Եկեք հասկանանք, թե երկրորդ նկարում ոչ կենդանի օրգանիզմի սիրտն է։ Երկրորդ նկարում պատկերված է երկկենցաղների սիրտը։ Նրանց սիրտը կազմված է մեկ փորոքից եւ աջ եւ ձախ նախասրտերից։ Աջ նախասրտում գտնվում է CO2-ով հարուստ արյունը, իսկ ձախ նախասրտում O2-ով նրանք միախառնվում են իրար հետ փորոքում։ Համարվում են սաղնարյուն կենդանիներ եւ առաջին կենդանիներն են, որոնք ունեն արյան շրջանառության երկու շրջան։ Խոսենք երրորդ նկարի մասին։ Երրորդ նկարում պատկերված է ձկների սրտի կառուցվածքը։ Ձկների սիրտը երկխորշ է, կազմված է մեկ նախասրտից եւ մեկ փորոքից։ Երկու խորաշներում է լցված է CO2-ով հարուստ արյուն, նրանց շրջանառությունը մեկ շրջան է։ Փորային զարկերակով արյունը հոսում է դեպի խրիկներ, կատարում է գազափոխանակություն եւ արյունը հարստանում է թթվածնով։ Խոսենք չորրորդ նկարում պատկերված սրտի կառուցվածքի մասին։ Չորրորդ նկարում պատկերված է կաթնասունների սրտի կառուցվածքը։ Սիրտը ոչ միջնապատով բաժանված է երկու հատվածների, որոնցից յուրաքանչյուրը փեղկաբաբականների միջոցով ևս բաժանված է երկու հատվածների, վերին հատվածը կոչվում է նախասիրտ, ներքևի հատվածը կոչվում է փորոք։ Նրանք տաքարյուն կենդանիներ են եւ ունեն արյան շրջանառության երկու շրջան եւ աորտայի ձախ աղեղ։ Եվ վերջապես խոսենք հինգերորդ պատկերի մասին։ Նկարում պատկերված է սողունիների սիրտը, որը կազմված է աջ ձախ նախասրտերից եւ փորոքներից։ Փորոքների կենտրոնական հատվածում գտնվում է ոչ լրիվ միջնապատը, որի ժամանակ որի իմաստը կայանում է նրանում, որ չի թողում արյունները միախառնվեն իրար։ Հիմա խոսենք քորդավորների շնչառական համակարգի մասին։ Խնդրեմ համենալ շնչառական համակարգի։ Եկեք հասկանանք, թե առաջին նկարում որ կենդանի օրգանիզմի շնչառական համակարգն է։ Առաջին նկարում ձկների շնչառական համակարգն է։ Ձկները շնչվում են խրիկներով, որոնք գտնվում են գլխի երկու կողմերում, առջևի եւ պատված են խրիկային կափարիչներով։ Խրիկային կափարիչների տակ գտնվում են խրիկային աղեղները, որի մի կողմում գտնվում են վարդագույն խրիկային թերթիկները, որոնք հարուստ են անոթային մազանոթներով, արյունատար մազանոթներով, իսկ մյուս կողմում սպիտակ գույնի խրիկային արեջները, որոնք կատարում են մաղի դեր եւ պահում են գերը եւ թույլ չեն տալիս ճեղքերով դուրս գալ։ Հաջորդ նկարում պատկերված է կաթնասունների թոքերի կառուցվածքը, ներկայացնում նրանց օդատար ուղիների հերթականությունը, քթանցքեր, քթի խոռոչ, քթմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ եւ քթանցքեր, թոքեր եւ թոքաբշտեր, ինչպես նաեւ նրանց կոկորդի նեղ մասում կան ձայնաճեղ, որտեղ գտնվում են ձայնալարերը եւ դրանք մասնակցում են ձայնի առաջացմանը։ Հաջորդ նկարում պատկերված է երկկենցաղների թոքերի կառուցվածքը։ Երկկենցաղները ցամաքում շնչում են թոքերով, իսկ ջրում մաշկով։ Թոքերը դրանք սույթ բարգանման օրգաններ են, որոնց ներքիմագերութը անհատ է եւ հարուստ է արյունատար մազանոթներով։ Բերենագնանային խոռոչի հատակը իջնում է, որտեղ ստացվում է նոսրացված տարածություն եւ օդը փոքր մոլորտային օդի ճնշումից
եւ օդը քթանցքներով թափանցում է վերնակրանային խոռոչ։ Խոռոչի հատակի բարձրանալուց փակում են քթանցքների փականները եւ օդը ոչ մեծ կոկորդային խցիկով թափանցում է թոքերով կատարվում է գազափոխանակություն եւ օդը այնտեղից դուրս է գալիս մարմնի մակերեսի եւ ներքին օրգանների մկանների կծկման շնորհիվ։ Այս նկարով պատկերված է սողունների շնչառական համակարգը, խոսենք սողունների շնչառական օրգանների հաջորդականության, շնչառական խողովակի հաջորդականության մասին, քթի խոռոչ, քթամբան, կոկոր, շնչափող, երկու բրոնքներ եւ երկու թոքեր, ի տարբերություն երկկենցաղների, սողունների թոքերի ներքին մակերեսը ավելի անհարթ է եւ ավելի շատ է պատված էլեմենտար մազանոթներով, ինչը մեծացնում է թոքի ներքին մակերևույթի մակերեսը եւ նրանց միայն թոքերով գազափոխանակությունը լիովին բավարարում է նրանց կարիքները։ Կարող ենք ասել, որ սողունների շնչառական համակարգի շարժումների, այսինքն նախաշնչման եւ ներշնչման ժամանակ մասնակցում են նաեւ միջկողային մկանների կծկումները։ Եվ վերջին նկարում պատկերված է արդեն թռչունների շնչառական համակարգը, հասկացենք այստեղ օդապարկերից։ Թռչունների շնչառական համակարգում կան 9 օդապարկեր։ Օդապարկերը դրանք կարելի ասել երկրորդային բրոնքներ են, որոնք չեն մասնակցում գազափոխանակությանը, այլ ուղղակի նրանցում կուտակվում է ավելի ցուրտ եւ պահեստային օդ, որը փոխանցում է թռչունի զանգվածը թռիչքի ժամանակ եւ ավելի հեշտ է դարձնում թռիչքը։ Թռչունների շնչառական խողովակի հաջորդականությունն է քթանցքեր, ամպան, կոկոր, շնչափող, երկու թոքեր, երկու բրոնքներ, երկու թոքեր եւ վերջում օդապարկեր։ Կարող ենք ասել, որ օդապարկերը բացի թեթևացնելուց նաեւ կարգավորում են մասնակցում են ջերմակ կարգավորմանը եւ նաեւ նշենք, որ թռչունների մոտ շնչառությունը կրկնակի է, քանի որ թթվածինը յուրացվում է եւ ներշնչման եւ արտաշնչման ժամանակ։ Շնորհակալություն, հիմա խոսենք գլխուղեղի կառուցվածքի մասին։ Կներեք մի հարցամ, այստեղ քորդավորների տիպի գլխուղեղի մոդելներն են, բայց ոչ ըստ էվոլյուցիոն զարգացման։ Կխնդրեի մի հատ սրանք տեղավորեք ըստ իրենց զարգացման, պարզից պարզ։ Շատ ճիշտ է, ապրեք շատ, ինքն ներկայացրեք։ Այստեղ տեսնում ենք տենցիկան նախ նշեմ, որ բոլոր քորդավորների ուղեղը կազմված է 5 մասերից, սա երկարավուն ուղեղն է, ուղեղիկ միջին ուղեղ, առջևի ուղեղ, որից դուրս են գալիս երկու զույգ նյարդարական նյարդերը, իսկ սա միջանկյալ ուղեղն է, ուղեղիկը պատասխանատու է հավասարակշռության համար, միջին եւ միջանկյալ ուղեղները պատասխանատու են տեսողության համար, որը ձգների մոտ այդքան զարգացած չէ։ Երկենցաղները առաջին կենդանիներն են, որոնց առջևուղեղը բաժանված է երկու մեծ կիսագնդերի։ Սողունների գլխուղեղը նույնպես կազմված է 5 բաժիններից, առավել զարգացած են առջևուղեղը եւ ուղեղիկը։ Սողունների առաջին կենդանիներն են, որոնց առջևի ուղեղի վրա առաջացել է կորժնյութի բարակ շերտը։ Թռչունների մոտ լավ զարգացած են միջին եւ միջանկյալ ուղեղները եւ առջևի ուղեղը։ Միջին եւ միջանկյալ ուղեղներով պայմանավորված է նրանց լավ տեսողությունը, ինչպես նաեւ թռչունները միակ կենդանիներն են, որոնց մոտ լավ զարգացած կրկնակի ակոմոդացիան, դրա շնորհիվ թռչունները լավ են տեսնում եւ հեռուն եւ մոտիկը։ Սա կաթնասունների գլխուղեղն է, նրանց մոտ առջևի ուղեղը անհարթ է, բաժանված է երկու կիսագնդերի, երկու կիսագնդերն էլ իրենց հերթին կազմված են ակուսներից ու գալարներից։ Ինչպես ամենաբարդ կազմավորում ունի մարդու գլխուղեղը, մարդու գլխուղեղի կեղևը ամբողջությամբ ունի 2200 սմ քառակուսի մակերես, նրա կեղևը արտաքին շերտը պատվածագործ նյութով, որի հաստությունը 0.4-ից 4 մմ է, ինչպես նաև գլխուղեղի մակերեսը մեծացնելու համար առաջացել են ակոսներ եւ գալարներ։ Ակոսները լինում են 3 տեսակի՝ կենտրոնական, կողմնային եւ գագաթածոծրակային, իսկ բրդերը 4-ն են՝ ճակատային, գագաթային, ծոծրակային եւ հումքային։ Բրդերը լինում են զույգ եւ կենտ եւ բրդերում են գտնվում տարբեր զգայական գոտիներ։
Աճում եք հասկանալ, թե առաջին նկարում որ կենդանի օրգանիզմի մարմնի ծածկույթն է պատկերված։ Ինչպես տեսնենք, առաջին նկարում պատկերված է թռչունների մարմնի ծածկույթը, ինչպես գիտենք, թռչունների մարմինը ծածկված է փետուրներով։ Գոյություն ունի երկու տեսակի փետուրներ, եզրագծային և ալֆա-փետուրներ։ Եզրագծային փետուրները կազմված են եզրագծից, որի վրա դասավորված են հոֆալները։ Թռչունների մարմինը չոր է, բարակ, այն զուրկ է գեղձերից, միայն գեղձը որն է, դա պոչկային գեղձն է։ Երկրորդ նկարում պատկերված է ձկների մարմնի ծածկույթը։ Ձկների մարմինը պատված է ոսկորային թեփուկներով, որոնք մի ծայրով խրված են ձկան մաշկի մեջ, իսկ մյուս ծայրով հենվում են մյուս թեփուկի վրա։ Թեփուկների վրա նկատելի են սպիտակ գծեր, որոնք հաշվելով կարող են որոշել ձկան տարիքը։ Ձկան թեփուկները պատված են նաև լորձով, որը փոքրացնում է լողանալու ժամանակ ջրի շփումը։ Նաև կատարում է բակտերիասպան հատկություն, որպեսզի ֆունկցիա, որպեսզի ձուկը ջրի մեջ չնեղի։ Այդտեղ նկարում պատկերված է կաթնասունների մարմնի ծածկույթը։ Կաթնասունների մաշկը բացած է 3 շերտից, վերնամաշկից, մուլմաշկից և ենթամաշկային բջջանքից։ Վերնամաշկը կատարում է ակնթի ծածկույթի գործառույթ։ Կաթնասունների մեծ մասածածկույթ, դա նրանց բնորոշ հատկանիշներից փետրածածկույթը թռչունների կամ թեփուկների սողունների համար։ Չորրորդ նկարում պատկերված է սողունների մարմնի ծածկույթը, նրանց մաշկը չոր է, չունեն գեղձեր, այն պատված է եղջերային թեփուկներով կամ բաղնիքներով։ Հինգերորդ նկարում պատկերված է երկկենցաղների մարմնի մակերևույթը մաշկը։ Նրանց մաշկը զուրկ է թեփուկներից և պատված է ազատ լորձով։ Նրանց մաշկը ամրացված է մկաններին, սակայն ամրացված են թափումներով, ինչի շնորհիվ նրա մաշկի տակ առաջանում են փոքր պարկեր։ Այդ պարկերի պատերի վրա գտնվում են լորձ արտադրող կեղծերը, որոնց արտադրած լորձով նրանք պատում են իրենց ամբողջ մարմինը։ Այդ պարկերում նաև կարողանում են կուտակել ջուր, որի մեջ լուծված թթվածինը յուրացվում է նրանց բջիջների կողմից, դա նրանց ջրային շնչառությունն է մաշկի շնորհիվ։